Հիսուսը Գողգոթայում հարվածեց սատանայի գլխին։ Բայց այն, որ սատանան պարտվել է, դա դեռ չի նշանակում, որ նա մահացել է։ Սատանայի պարտությունը հոգևոր պատերազմի ավարտը չդարձավ։ Իրականում դրանից հետո հոգևոր պատերազմը միայն սրվեց, քանի որ նախկինում մենք բոլորս մեղքի ստրուկներ էինք և սատանայի զոհեր։ Իսկ հիմա դարձանք ռազմիկներ, քանի որ անհնար է լինել ռազմիկ, եթե պատերազմ չկա։ Մենք կռվում ենք պարտված թշնամու հետ։ Եվ թեև նա պարտվել և զինաթափվել է, նա դեռ բավականին ակտիվորեն կռիվ է մղում մեր դեմ։ Գրքում ասվում է, որ մենք տեղ չտանք դևին, որ մենք դիմադրենք նրան և որ մենք կողք կրկենք օձերի և կարիճների։ Եվ սա վկայում է այն մասին, որ նույնիսկ պարտված թշնամի լինելով նա դեռ ակտիվորեն գործում է երկրի վրա և կարող է մուտք գործել հավատացյալ մարդկանց կյանքերը, եթե նրանք ցանկանան այդ մուտքը տրամադրել նրան։ Հիշեք, կյանքը ոչ թե խաղահրապարակ է, այլ մարտի դաշտ։